Շնորհակալություն, պարոն Փաշինյան, ինչքան մոտենում են ընտրությունները, այդքան ձեր նկատի ունեմ նաև ձեր անձնապես եւ ձեր ղեկավարած ուժի եւ մյուսների միջև հերակա բանավեճերը շարունակվում են եւ դրա ֆոնին նաև ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը, որով արգելվում է անուններ, անձնանուններ օգտագործելը կուսակցությունների եւ դաշինքների, մասնավորապես Սամվել Կարապետյանի թիմը մեկնաբանում է, որ դուք եթե նախկինում վախենում եք նրա նկարից, հիմա վախենում եք նրա անուն ազգանունից եւ դրանով էր պայմանավորված հապճեպ որոշում կայացնել ընտրական օրենսգրքի փոփոխություններ իրականացնելը ես ձեր մեկնաբանությունը կխնդրեի այս առումով երկրորդը եթե ճիշտ եմ հիշում եկեղեցու բարենորոգման խորհուրդ կար երբ է վերջին անգամ այդ խորհուրդը նիստ իրականացրել ինչ փուլում է եկեղեցին բարենորոգելու ձեր ծրագիրը եւ շատ կարճ Դիանա Գասպարյան եթե չեմ սխալվում Էջմիածնի քաղաքապետը շարունակում է մնալ ձեր թիմակիցը որովհետեւ նա իր դեմ հարուցված քրեական գործը մեղադրանքը համարում է շոու եթե ընդդիմադիրներն անեին գուցե դա հասկանալին էր բայց ձեր թիմակիցն էլ անգամ դա որակում է շոու շնորհակալություն տեսեք շատ լավ օրինակ վերեցիք նախորդ օրինակի հիման վրա որովհետև երբ որ խոսվում է ընտրովի արդարադատության մասին այդ ձեր ասած օրինակը ցույց է տալիս որ արդարադատությունը Հայաստանում աշխատում է եւ կառավարող կուսակցության ներկայացուցիչների հանդեպ եւ այլ անձանց հանդեպ